Հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործին միտված հերթական կարևոր նախաձեռնությունը ներկայացվեց Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Թանգարանի համերգասրահում կայացավ Կոմիտասի թանգարան ինստիտուտի և 47 դիզայն ընկերության գործակցությամբ ստեղծված Կոմիտաս վարդապետ հուշամեդալների պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառումը յուրահատուկ մշակութային մթնոլորտ էր ստեղծել Գեղարդ երգեցիկ խմբի կատարումների շնորհիվ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին կոմիտասյան հոգևոր երաժշտությունն ու դրա ազգային ոգին։ Ներկայացված հուշամեդալները նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, խմբավար և հոգևորական Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Դրանք թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ ոսկե, արծաթե և բրոնզե տարբերակներով, համադրելով բարձրարվեստ ձևավորումը, պատմական խորհուրդն ու մշակութային արժեքը։ Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Կոմիտասի կերպարը, իսկ մյուս կողմը խորհրդանշական կերպով ներկայացնում է նրա կյանքի և գործունեության կարևոր էջերը։ Թանգարանի ներկայացուցիչները նշում են, որ սա Կոմիտասի թանգարան ինստիտուտի առաջին պաշտոնական հուշամեդալն է, որը ոչ միայն կհարստացնի թանգարանի խորհրդանշական արժեքը, այլև կնպաստի Կոմիտասի ժառանգության ներկայացմանը միջազգային հարթակներում։ Ներկաները հույս ունեն, որ այն ժամանակի ընթացքում կդառնա նաև թանգարանի ճանաչելի խորհրդանիշներից մեկը։ Թանգարանը իրապես և նաև տարիների ընթացքում էր և այսօր նաև պետք է ավելի միջազգայնացնի և ավելի ճանաչելի դարձնի Կոմիտաս վարդապետի ժառանգություն և առհասարակ նրան։ Եվ յուրաքանչյուր քայլ, որ թանգարանը անում է հենց այդ ճանապարհին մեկ քայլ, մեկ աղյուս ավել դնելու համար։ Եվ այս նախաձեռնությունը Կոմիտասյան հուշամեդալի ստեղծումը այս տրամաբանական շղթայի մի մասն է։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործընկերոջ ընտրությանը։ Թանգարանի համար կարևոր էր գործակցել այնպիսի կազմակերպության հետ, որը բարձր է գնահատում որակը, մշակութային արժեքներն ու մասնագիտական պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով հուշամեդալների ստեղծումն ու թողարկումը վստահվել է 47 դիզայն ընկերությանը։ Գաղափարը Կոմիտաս վարդապետի դեռ 2019 թվականից սկսվեց Ցեղասպանության թանգարանի հետ թողարկված հուշամեդալով, դրանից հետո շարունակվեց Կոմիտասի կամերային ազգային կենտրոնի հետ հուշամեդալը թողարկեցինք, Կոմիտասի քառյակի 100-ամյակին նվիրված թողարկեցինք ու իրավունք չունեին Կոմիտասի թանգարանի հետ դա չանեինք ու այսօր դուք տեսնում եք Կոմիտասի թանգարանի հետ արդեն թողարկված հուշամեդալը։ 47 դիզայնի համար ևս այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի։ Ընկերությունն արդեն երկար տարիներ գործակցում է Հայաստանի թանգարանների հետ, ստեղծելով մշակութային ու պատմական արժեքներ ներկայացնող հուշամեդալներ ու հուշանվերային լուծումներ։ Ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանի գլխավորած թիմը յուրաքանչյուր նախագծի մոտենում է մեծ պատասխանատվությամբ, կարևորելով ոչ միայն գեղարվեստական տեսքը, այլև այն գաղափարական ու պատմական խորհուրդը, որը պետք է փոխանցի յուրաքանչյուր հուշամեդալ։ Մեր մյուս աշխատանքները Կոմիտասի հետ որ արել ենք, գրեթե բոլորը շատ դժվար են։ Օրինակ կամերային ազգային կենտրոնի համար թողարկվածը ինքը Կոմիտասի վերջին գիշերը նկարն է, որը պատկերասրահում է պատկերված, պատկերացնում եք դա հուշամեդալը վերածելը ինչքան դժվար կարա լինի, բայց քանի որ Կոմիտաս վարդապետի մասին ենք խոսում, հավատացեք ոչ մի բանը դժվար չի, ամեն ինչը իր էներգիան շատ ուժեղ է ու հավատացեք ամեն ինչը շատ ավելի լավ է ստացվում, հեշտ է ստացվում։ Հուշամեդալի ստեղծմանը մենք գիտական մասնակցություն ենք ունեցել, որտեղ փոքրիկ գրքույկ կա եւ երգ կա նույնիսկ կոմիտասյան անգլերենով թարգմանված, փաստերը ճշտգրտված են եւ հուշանվերին տիրապետող հուշանվեր ունեցող մարդը նաև պիտի ծանոթանա Կոմիտասի նրա փոքրիկ կենսագրությանը, կենսագրական փոքրիկ ակնարկ կա, նաև կա նրա կյանքի շրջափուլերը, նրա համերգային ուղևորությունները, այսինքն ամբողջապես ինքը ձեռք է բերում մի հուշամեդալ, որը նաև ինչ-որ չափով բացատրում է, թե ով էր Կոմիտասը։ Հուշամեդալի ստեղծման ճանապարհը սկսվել է էսքիզներից եւ գեղարվեստական լուծումների մշակումից, շարունակվել եռաչափ մոդելավորմամբ եւ ավարտվել բարձրորակ ձուլմամբ։ Արդյունքում ստեղծվել է մի աշխատանք, որը միաժամանակ արվեստի նմուշ է, ազգային հիշողության խորհրդանիշ։ Թանգարանի հետ այս ամեն ինչը ստեղծվեց, սկսած գրքից, կերպարով, դիմերեսից, դարձերից, որ նկարներն նույնիսկ զարդանախշա օգտագործելու,
մեզ ամբողջ թիմը շատ մեծ օգնեց թանգարանի, սկսած թանգարանի տնօրենի շնորհակալս Լիլիթով, որ մեզ այդ էմոցիաների մեջ մցեցին, ինֆորմացիա տվեցին, ոնց որ Լիլիթն էր ասում, շատ անգամ Կոմիտաս վարդապետի հետ կարող ինֆո լսել, որը կապ չունի, բայց այս պարագայում ոնց որ մենք արդեն հստակ ինֆորմացիայով, հստակ ճանապարհով գնացինք, որ տեսնում եք արդեն պատրաստի հուշամեդալները։ Հենց հուշամեդալը Իրանից կրիչն է այդ պատմության ու 152 տարի հետո, երբ ես հնարավորություն չունենամ խոսելու ու պատմելու հուշամեդալի մասին, հուշամեդալը հենց իր գրքով կպատմի դա։ Նկարը շատ արտահայտիչ նկար է, որտեղ այստեղ ոչ միայն Կոմիտասն է իր հոգևորականի հագուստով, այլև Կոմիտասն է իր աշխարհիկ մարդու ներաշխարհով, հարուստ ներաշխարհով, իր բարությամբ, իր ազնվությամբ։ Այս նկարի մեջ դրոշված է Կոմիտասի համահավաք կերպարը։ Դրա համար մենք երկար քննարկեցինք եւ որոշեցինք, եկանք համաձայնության, որ հենց այս նկարը պետք է լինի հուշամեդալին։ Կոմիտասի թանգարան ինստիտուտի եւ 47 դիզայն ընկերության այս նախաձեռնությունը միտված է թանգարանում պահվող մշակութային արժեքների նորովի ներկայացմանը, ազգային ինքնության ամրապնդմանն ու հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Իսկ Կոմիտաս վարդապետ հուշամեդալը դառնում է այդ առաքելության գեղեցիկ եւ խորհրդանշական արդյունքը, միավորելով պատմությունը, արվեստն ու ազգային հիշողությունը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։